Փաշինյանի և 10 եպիսկոպոսների համատեղ հայտարարությամբ 2026-ին սկսվեց ամենայն հայոց կաթողիկոսի և հայ առաքելական եկեղեցու դեմ հանածանքների նոր փուլը, նոր ծրագրով, կամ ինչպես Փաշինյանն է ասում, ճանապարհային քարտեզով։ Նիկոլ Փաշինյանը փաստաթղթավորված արձանագրեց, որ ոտնձգություն է կատարում Սահմանադրության 17-րդ հոդվածի նկատմամբ։ Սա փաստաթղթավորված արձանագրում էր, այն իմաստով, որ ինքը այդ փաստաթուղթը ստորագրել է որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, այլ ոչ թե որպես մի հավատացյալ, որը ձգտում էր եկեղեցու բարենորոգմանը, ինչպես նա անցած տարվա ընթացքում պնդում էր շարունակ, եթե հիշում եք, երբ որ նրան մեղադրում էին, որ վարչական ռեսուրս է գործածում։ Փաշինյանը հայտարարեց, որ համակարգող խորհուրդ է ստեղծելու։ Այս փաստը քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը շրջադարձային է համարում։ Հայրենադավը, վարչապետը եւ տիրադավները, եպիսկոպոսները ըստ էության չունեն այն լիազորությունը, որոնց մասին հռչակել են։ Իրենք այդ լիազորությունը չունեն։ Ոչ սահմանադրությամբ, ոչ այլ կարգավորումներով այդ լիազորությունները չունեն։ Հետևաբար, այս մարմինը, քանի որ իր կերպով հակասահմանադրական է, ավելի շատ նմանվում է կազմակերպված հանցավոր խմբի։ Այս առումով այս հայտարարությունը շատ կարևոր էր։ Նաև կարևոր էր այդ հայտարարությունը այն առումով, որ բացահայտվեց ըստ էության Նիկոլ Փաշինյանի նոր տակտիկան, եթե սկզբնական փուլում շեշտը դրված էր բլիցկրիգի, այսինքն արագ քայլերով կաթողիկոսին հեռացնելու մարտավարության վրա, հիմա շեշտը դրվում է եկեղեցի պառակտելու կամ եկեղեցու ինստիտուցիոնալ ապամոնտաժմանը հասնելու վրա։ Փաշինյանի կազմակերպած ուխտերթը նոր քայլ է։ Սուրբ Աննայի բակում նա հայտարարեց եկեղեցու և պետության միասնական լինելու մասին, ինչը Սահմանադրության 17-րդ հոդվածի խախտում է։ Խարխլում է Հայաստանի որպես աշխարհիկ պետության հիմքերը, ոտնձգություն է եկեղեցու ինքնավարության դեմ եւ վերջապես խարխլում է հասարակական համերաշխության միջավայրը։ Այդ նույն ելույթում Նիկոլ Փաշինյանը իր կողմնակիցներին դրդում է խուլիգանության կանոնիկ պատարակները խափանելու նպատակով, այսինքն այն ինչ մենք երեկ տեսանք Թալինի եկեղեցու մերձակայքում, երբ որ խուլիգանի կեցվածքով քաղաքապետը ոստիկանության ուղեկցությամբ կամ մասնակցությամբ կանոնիկ պատարակը վիժեցրեց, թերևս շուտով այդ նույն երևույթը, որը ի դեպ քրեորեն պատժելի արարք է, տեսնելու ենք մյուս համայնքներում։ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, իբր ինչ-ինչ ուժեր եկեղեցին որպես գործիք օգտագործում են պետության դեմ, բայց ոչ մի փաստ ապացույց չի նշում, չի ասում այդ օտարուժնով է, որ երկիրն է։ Պետական խոսքի նշաձողը խիստ արժեզրկվում է, դառնում է քաղաքական անպատասխանատու մի հայտարարություն, որը անհարիր է հատկապես այն պարագայում, երբ որ այդ հայտարարությամբ փորձ է արվում վիրավորել կամ վարկաբեկել մեր ամենահեղինակավոր ազգային ինստիտուտներից մեկը։ Ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ իր կամպանիան փորձում է վաճառել արևմուտքի նեոլիբերալ գլոբալիստական ուժերի վրա, դա ներկայացնելով որպես ռուսական ազդեցության դեմ պայքար։ Սուրեն Սուրենյանցի կարծիքով Փաշինյանն իր պլան մինիմումին հասել է, եկեղեցին պառակտել է։ Բայց Փաշինյանին ոչ այնքան կաթողիկոսին հեռացնելն է հետաքրքրում, որքան հակաեկեղեցական արշավը նախընտրական գործընթացներում օգտագործելը։ Գործընթացի շնորհիվ նա փորձում է ստանալ ապատիկ հասարակություն, շատ լավ հաշվարկելով, որ ապատիկ հասարակությունը հատկապես ընտրական գործընթացում իշխանության չակերտավոր ամենամեծ դաշնակիցն է, որտեղ ապատիկ հասարակությունները որպես կանոն քաղաքական ընտրական պրոցեսներին շատ ակտիվ դերակատարություն չեն ունենում, ինչը մեծ հաշվով նպաստում է ավտորիտար իշխանությունների վերարտադրության պլաններին կամ ավտորիտար նկրտումների իրականացմանը։ Արայիկ Հարությունյանը որպես ՔՊ նախընտրական շտաբի ղեկավար հարթակից ինչ-որ հայտարարություններ արեց, պատարագին մասնակցեց նաև Փաշինյանի կինը։ Սուրենյանցն արձանագրում է, Փաշինյանի ուխտերթը բացահայտ նախընտրական արշավ էր, իսկ նրա հակաեկեղեցական գրոհին աստիճանաբար ավելի շատ մարդիկ են միանալու։ Եթե ընդդիմությանը հաջողի հասարակության ակտիվ մասնակցություն ապահովել, ասենք 50 գումարած 1, հա,
ընտրական գործընթացին, ոչ մի մոլդովական սցենար, ոչ մի ռեպրեսիա Նիկոլ Փաշինյանին փրկել չի կարող։ Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողեց ապատիկ վիճակը խորացնել եւ ընտրողների մասնակցության մակարդակը թույլատնել, գուցե հաջողի։ Այսինքն 50-50-ի հավանականության վրա ենք, շատ շրջադարձային բեկումնային ամիսներ են մեզ սպասում մի քանի տասնամյակների զարգացում կանխորոշելու կտրվածքով։ Քաղաքագետը սա կանխատեսում է, կախված այն բանից, թե 2026 թվականի հունիսին ինչպիսի ընտրություններ կլինեն եւ ինչ արդյունքով։